Հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականին քննվել է 465-ով ավելի շատ վարույթ, քան 2023 թվականին։ Այս մասին ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ազգային ժողովում կոմիտեի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս։ Նրա տեղեկացմամբ նախորդ տարվա ընթացքում կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 849, դրանցից 167-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է։ Նշվել է նաև քննության արդյունավետության եւ ծանրաբեռնվածության աճի մասին։ 2024 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում 465 վարույթ ավելի է քննվել, քան 2023 թվականի ընթացքում։ Ընդհանուր 2023 թվականին քննվել է 1824 վարույթ։ 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 313-ով։ 2023 թվականին ավարտվել է 536 վարույթ։ Այսինքն 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 25.5%-ով, իսկ ավարտված վարույթների թիվը 58.4%-ով։ Դատարան ուղարկված քրեական վարույթների պատկերը հետևյալն է՝ ընտրությունների հետ կապված հանցագործություններ 1 վարույթ, 1 վարույթ, 1 անձի վերաբերյալ, հափշտակություններ 25 վարույթ, 47 անձի վերաբերյալ, տնտեսական հանցագործություններ 1 վարույթ, 2 անձի վերաբերյալ եւ այլն։ Նահապետյանի խոսքով 2023-ին քննիչների հաստիքները կրկնապատկվել են, ինչը հնարավորություն է տվել նվազեցնել շարունակվող ծանրաբեռնվածությունը։ Նրա խոսքով, եթե համալրեն առկա մոտ 11 թափուր հաստիքները, իրավիճակը կբարելավի։ 2024 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկած քրեական վարույթներով դատի է տրվել ընդհանուր 175 հանրային ծառայող։ Հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է ընդհանուր 435 անձ, որոնցից մեկն ազատ է արձակվել ձերբակալման օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու, իսկ 293-ը անազատության մեջ պահելու անհրաժեշտության վերացման հիմքերով։ Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցրել է, գործն իր ուշադրության կենտրոնում է։ Քննչական կոմիտեի հետ համատեղ քննչական խումբ է ստեղծվել, ակտիվ ապացուցողական եւ վարույթային գործողություններ են կատարվում։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Այդ մասին, եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը եւ դուք կտեղեկացվեք միան։ Հաջորդիվ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանի հնչեցրած քննադատություններին, թե Հայաստանում բռնապետություն է, ասել է. եթե Հայաստանի Հանրապետությունում լիներ բռնապետություն, ընդդիմությունը պարզապես պապանձված կլիներ եւ ԱԺ ամբիոնից չէր կարողանա որևէ հակասական դիրքորոշում արտահայտել երկրի ղեկավարության վերաբերյալ։ Կոնջորյանն անդրադարձել է նաեւ ընդդիմության այն քննադատությանը, թե իշխող ուժը իշխանությունը պահելու մոլուցքի մասին է մտածում եւ հայտարարել, թե նման մոլուցք չեն ունեցել, այլապես ընդդիմությունն ԱԺ-ում չէր լինի։ Որևէ երկրում, որտեղ կա բռնապետություն, որևէ մեկը չի կարող գալ եւ երկրի ղեկավարի նրա ընտանիքի անդամների մասին ճամարտակել են ամեն ինչը, ինչ որ դուք նոր այստեղից արեցիք։ Դա մեկ։ Երկրորդը, որ բան եք անում, ծաղրում եք էլի խաչակրած արշավանք եք իրականացնում, կրթվել է նորաձև է շարժման նկատմամբ, ես ուզում եմ ասել, որ ոչ կրթվելը, ոչ նորաձևությունը ձեզ չի սպառնում, դուք հանգիստ եղեք։ Դուք ժիգուլի եք եւ մնալու եք ժիգուլի, սկզբանե կատարյալ ձեր բնորոշումը ես տվել եմ։ Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, թե ինչու էր իշխող ուժը խոսում իրենց կոռուպցիոն հանցագործությունների, ապօրինի գույքի բռնականցման օրենքի մասին ու չի խոսում Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած օրինազանցությունների մասին, Կոնջորյանը հիշեցրել է. եղել են բազմաթիվ դրվագներ, երբ հեղափոխությունից հետո պաշտոն զբաղեցնող անձինք ենթարկվել են նաև քրեական պատասխանատվության։ Կոնջորյանը հիշեցրել է Հայաստանի գլխավոր դատախազի հաղորդումը Ռոբերտ Քոչարյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրանց քաղաքական թիմի անդամներից Բեկ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների ու նրանց հետ փոխկապակցված անձանց մասով ապօրինի գույքի բռնականցման հայցի շրջանակում գույքային եւ դրամական պահանջների վերաբերյալ։ Թագուհի Թովմասյան, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն դուք եւ նաեւ կարծեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում էլ դա հրապարակված է։ 3 հատ տուն ունեք Երևանում։ Դուք որպես լրագրող ո՞նց եք Երևան քաղաքում 3 հատ տուն բանարել, ձեռք բերել։ Մատ կգաք մի օր այդտեղ բան ունեք, ելույթ ունենաք եւ հարցեր տակ նաեւ համապատասխան կառույցների ղեկավարներին դրա մասին։ Դուք 2018 թվականից ոնց որ թե падգամավոր եք եւ չէիք հասցնի 3 հատ տուն առնել ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների։ Դուք լրագրող եք աշխատել
այն ժամանակ, երբ որ լրագրության եւ քաղաքական ոլորտում հորի բարքեր էին տիրում։ Բայց այդ հորի բարքերի ժամանակ ձեր հատկապես որ լրագրողական ծառայության համար են ինչ վարձատրություն են տվել, որ դուք ըստ մամուլի 3 հատ տուն ունեք Երևան քաղաքում։ Մենք դուք ձեզ նայեք հլը, ձեր ապրած կյանքը նայեք, ձեր անցած ճանապարհը նայեք, ձեր շուրջ բոլորը նայեք, ցեխի մեջից մի հատ դուրս եկեք, ձեզ մաքրեք, մի հատ լվացվեք, նոր եկեք մարդկանց կոռուպցիայի մեջ մեղադրեք։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ դիմելով ընդդիմությանն ասել է, որ վերջիններս չեն կարողանում մարսել 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի իշխանությանը տված քվեն։ Ըստ նրա դրա հոգեբանական պատճառն ընդդիմադիր գործընկերների ինքնահայեցողության ունակության բացակայությունն է։ Դուք այդպես էլ չհասկացաք, որ ընտրությունների նման արդյունքների գլխավոր պատճառը ձեր նման իշխանության գալու սարսափելի հեռանկարն էր։ Հետևաբար, քանի դեռ դուք հիմնավոր վերանայման չեք ենթարկում ձեր խոսույթը, չեք դառնում իսկապես կառուցողական ընդդիմություն, չեք սկսում վերջապես խոսել ժողովրդի անունից, կամ քանի դեռ չեք լքում քաղաքական դաշտը, քաղաքական ստատուս քվոն երբեք չի փոխվելու, որովհետև ԿՊ-ն իր բոլոր բացասական դրսևորումներով երբեք, ասում եմ, երբեք ձեզնից վատը չի դառնա։ Հետևաբար, եթե շատ եք ուզում իշխանազրկել ԿՊ-ն, նվազագույնը, որ կարող եք անել, դա լքելն է քաղաքական դաշտը։ Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի մահափորձի գործին, Էդուարդ Աղաջանյանը նախ հիշեցրել է դեպքը գործող իշխանության օրոք է տեղի ունեցել, ապա խոսքն ուղղելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին ընդգծել 5 տարին բավականին երկար ժամկետ է, որպեսզի մինչև օրս մեր իրավապահ համակարգը սպանության փորձի մասնակիցների նույնականացման փուլում լինի, որովհետև այս տեմպերով հավանաբար այս գործերով եւս վաղեմության ժամկետները կլրանան։ Հաջորդ ազգային ժողովը քննարկել է նաև մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը։ Անահիտ Մանասյանն անդրադառնալով ազատությունից զրկելիս անձանց նվազագույն իրավունքների երաշխավորման վերաբերյալ հարցին նշել է. ոստիկանության կողմից արձանագրվում են առերևույթ անհամաչափ ուժի գործադրման բազմաթիվ դեպքեր։ Նա խոսել է նաև համակարգում առկա խոչընդոտները հաղթահարելու եւ խնդիրները լուծելու կարևորության մասին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։